Չեմ կարծում, որ Սամվել Կարապետյանի ասածը մեկնաբանության կարիք ունի այս պահին, եթե Սամվել Կարապետյանը ասել է, ուրեմն դա մենք պետք է ընդունենք որպես փաստ ու գնանք առաջ։ Այս պահին երկքաղաքացիներ, թե նաև ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն Սամվել Կարապետյանը ունեցել է ի սկզբանե։ Ժողովուրդ ջան, բերեք այդ քաղաքացիություն հարցերը շատ չշահարկենք, էլի մարդ կա ունի Հայաստանի քաղաքացիություն միայն, բայց ինքը հայ չի հոգով։ Քաղաքացիությունը դա անձնագիր է, դա ճամփորդական փաստաթուղթ է։ Ես չեմ հասկանում ինչի են մարդիկ այդքան շատ ծանր ընդունում տարբեր երկրների քաղաքացիությունը։ Այսօր աշխարհում մի քանի միլիոն հայ ունի ուրիշ երկրի քաղաքացիություն, բայց ոչ ոք չի կարող վիճարկել նրանց հայ լինելը։ Մարդը հոգով պետք է հայ լինի, ոչ թե անձնագրով, հա։ Բերեք այդ թեման շատ չշահարկենք, որովհետև անձնագիր ունենալը դա լրիվ ուրիշ բան է։ Տեսեք, օրինակ իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարարում են, որ ժամանակին հրաժարվել են թե Սամվել Կարապետյանի մասին է խոսքը, թե առհասարակ քաղաքացիությունից եւ գնացել են այլտեղ, այդպես հարստացել, իսկ հիմա գալիս են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունենալով փորձելու ով է հայտարարել նման բան։ Սամվել Կարապետյանը հրաժարվել է Հայաստանի քաղաքացիությունից։ Սամվել Կարապետյանի մասին չէ, ընդհանուր առմամբ նշում են իշխանությունից, որ մարդիկ, որոնք ժամանակին Հայաստանը լքել են, հրաժարվել են քաղաքացիությունից, հիմա եկել են եւ փորձում են Հայաստանը փրկել։ Ժողովուրդ ջան, ուրեմն բերեք ասեմ այսպես էլի, իրանք որ քաղաքացիություն ունեն Հայաստանի Հանրապետության, իրանք հայ են։ Հայաստանի, ես էլի եմ ասում, Հայաստանի Հանրապետության անձնագիր ունենալը դա պատիվ է, դա մեծագույն պատիվ է, բայց այդ անձնագիր ունենալը չի նշանակում, որ իրանք ավելի շատ հայ են, քան Սփյուռքում ապրող մեր միլիոնավոր հայրենակիցները։ Այդ ոնց է լինում, երբ որ օգնության կարիք է լինում Սփյուռքից, հա, այդ ժամանակ չեն հարցնում անձնագիր, հա, կապ չունի անձնագիրը։ Միլիոններով սփյուռքահայերը կարան օգնություն տան, նույն 44 օրյա պատերազմի ժամանակ օգնությունը ցուցաբերեն, այդ օգնությունը չգիտես ուր գնա, բայց հետո դրանից հետո հենց որ պահը գա, որ մարդը ուզում է իր կարծիքը հայտնի, որպես հայ, ունենալով Հայաստանի Հանրապետության եւ այլ երկրի քաղաքացիություն, այդ ժամանակ չգիտես խի մարդը պետք է ունենա մենակ Հայաստանի քաղաքացիություն, որտեղ է նման բան գրված։ Այլ ձեր մասով էլ կար այդ։ Իմ մասով ես իմ հայկական անձնագիրը ես ցույց եմ տալիս, CVK-ը ասում է, որ կեղծ է։ Նրանք ստում են։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, իմ մասով էլ են ասել, այո, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։ Ուղղակի այստեղ տարակուսելին գիտեք ո՞րն է, ինչ իրավունքով CVK-ը, ես չգիտեմ որտեղից իրանք ինֆորմացիա են վերցնում, ես ինչ են անում ոստիկան, ինչ իրավունք ունեն նրանք։ Ժողովուրդ ջան, ես ձեզ նորից եմ ասում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենալը դա բավարար պայման չի, որ մարդկանց ասես, որ դու ուրիշ երկրի քաղաքացիություն ունենալով հայ չես, հա? Հայ լինելը անձնագրով չի որոշվում։ Շարլ Ազնավուրը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ուներ միայն, Քրքորյանը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ուներ, այդ ոնց եղավ այդ մարդիկ, որ ժամանակին մեծ ներդրումներ էին անում, գումար էր պետք Սփյուռքից, ներդրումներ էր պետք, այդ ներդրումների ժամանակ չեն հարցնում, հա, քաղաքացիություն։ Բա թող հարցնեն, Սամվել Կարապետյանը հարյուրավոր միլիոններով ներդրումներ արել Հայաստանում, հարյուրավոր միլիոններով մարդկանց օգնություն է ցույց տվել, բարեգործություններ արել։ Բախի չէին ասում, որ ուրիշ երկրի քաղաքացիություն ունեք, պարոն Կարապետյան, չի կարելի ոչ մի ներդրում անել, եթե դուք ուրիշ երկրի քաղաքացի եք։ Բախի չէին ասում։ Եթե այդքան ազնիվ են, եթե այդքան իրենց համար սկզբունքային է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենալը։ Չկա նման բան, բերեք այդ ամեն ինչը դիսկուրսը վերացնեն։ Հայը հոգով է հայ, ոչ թե անձնագրով։